Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Օրերս անցած շաբաթվա մեջ Եվրոպական հանձնաժողովը մի ուրեմն հաշվետվություն է հրապարակել, դա տարեկան հաշվետվություն է, կոչվում է ստրատեգիկ կանխատեսման, մոտավորապես եմ թարգմանում անգլերենից, strategic foresight, ուրեմն հաշվետվություն է կոչվում, որի հիմնական պնդումը այն է, որ վերադարձը նախկին ստատուս քվոյին միջազգային հարաբերություններում խիստ անհավանական է եւ որ եվրոպական պետությունները, ազգերը պետք է պատրաստ լինեն ապրել անverջ անկայուն, գոնե մոտակա կանխատեսելի ժամանակահատվածում անկայուն, ուժային եւ աշխարհում, որտեղ միջազգային իրավունքի կանոնները շատ թույլ են գործելու, այսպես ձևակերպենք, հա, ես ճիշտ է որ ասեմ բուն հաշվետվությունը ամբողջությամբ չեմ հասցրել կարդալ, բայց sense ասած հիմնական մտքերը վերաշարադրում եմ ըստ պոլիտիկոյի հրապարակման։ Ինչ կապ ունի սա մեր հետ եւ ինչի այստեղից սկսեցի, ինչով է սա կարեւոր, որոշ չափով կխոսենք դեռ։ Իրական ոչ մի նորություն մեծ հաշվով այստեղ չկա, ուղղակի ես որոշեցի հենց այս հղումից սկսել։ Ճիշտ է որ ասեմ համընկավ նույնիսկ, գուցե չհավատաք, բայց համընկավ, որտեղ ես այսպես թեմայից ուզում էի խոսալ, բայց որ մեր ուրեմն վերլուծական խմբի այդ մեդիա մոնիտորինգի մեջ այս նյութը աչքովս ընկավ, ասացի շատ լավ է հղում կկատարեմ, որովհետև գիտենք բոլորս, որ մեր հանրությունը սիրում է հղումներ, այսպես ասած, ֆիրմա աղբյուրներին, եթե փորձում ենք սեփական ուժերով ինչ-որ բան վերլուծել, դա այդքան մեծ հավատ չի ներշնչում, բայց այստեղ շատ լուրջ ուրեմն ինստիտուցիոնալ հղում է, իսկականից լուրջ, եւ որոշեցի հենց այս հղումից սկսել։ Բայց ընդհանրապես ճիշտն ասած, ես ուզում եմ մեր այս խոսակցությունների ֆորմատը, այստեղ ներսում էլ խոսել ենք, սկսենք տանել դեպի հնարավորինս գործնական եւ սկսել եւ խոսակցությունը ավելի շատ ծավալել նրա մասին, թե ինչ պետք է անել, որովհետեւ մենք շատ ենք վերլուծում իրականությունը, բայց ինչքան նստել եմ, մտածել եմ, փորձել եմ դեպի այդ գործնականը տանել, ելի գալիս ենք նույն խնդրի, որ նույնիսկ եթե պետք է սկսենք արդեն իսկականից խոսալ ելքերից եւ ուրեմն կազմակերպված պայքարից, միևնույն է, նախ եւ առաջ պետքա մի հատ իրավիճակի ճիշտ ճշգրիտ գնահատական եւ ախտորոշում տանք եւ տվյալ դեպքում ես նկատում եմ մեծ իրավիճակի, մեծ պատկերի մեջ մի հատ մեզ պետք է տեղավորենք, որովհետեւ ինչքան էլ մենք մեր անդադ ներքին այս բաներից խոսանք, ներքին այս մեր հորիզոնի մեջ փակված լինենք, առաջնայինը ինչը որ մենք պետք է հասկանանք, թե մենք ինչպիսի աշխարհում ենք այսօր ապրում, որտեղ Հայաստանը գլոբուսից դուրս չի, սա ես միշտ շատ եմ սիրում պնդել, սա առաջին բանն է, որ պետք է քաղաքականության մեջ մենք հասկանանք, գլոբուսի վրա է, այս մոլորակի վրա է, եւ ինչ որ կատարվում է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, մեծամասամբ, հենց մեծամասամբ պայմանավորված է համաշխարհային զարգացումներով։ Իհարկե, այստեղ մի հատ էլ sense տարածված հայկական ստերեոտիպ կա, դե մենք այդ ամեն ինչը գիտենք, ասա ինչ անենք, չէ, ես պնդում եմ, որ եթե չասեմ ոչի բաներ չգիտենք, ամենայն դեպս մեր հանրությանը, այսպես ասենք, իրական շատ աղավաղված եւ ավելի շատ ցանկությունների, քան իրականության վրա հիմնված ինֆորմացիա է ներկայացվում, հատկապես միջազգային իրավիճակի մասին եւ մենք ոչինչ բաներ չգիտենք։ Եվ էլ եմ ասում, եթե մենք ուզում ենք ռեալ անցնել դեպի գործողությունների ճիշտ adekvat պլան, մենք նախ եւ առաջ պետք է մի անգամ եւս փորձենք հասկանալ, թե մենք ինչ աշխարհում ենք այսօր ապրում, իդեպ այս վերջերս մեր երկրի ղեկավարն էլ մի հատ sense հետաքրքիր բան ասաց, որ մինչեւ հիմա ասում եմ մենք աշխարհը adekvat չէինք հասկանում, այ հիմա է որ սկսել ենք adekvat հասկանալ եւ ինքը իր քաղաքականությունը ներկայացնում է հենց որպես աշխարհը adekvat ուրեմն հասկանալու փորձ, այսպես ասած, կամ նույնիսկ փորձ ինքը պնդում է, որ արդեն վերջ հասկանում ենք։ Ախտորոշումը իդեպ շատ ճիշտ է, իրոք ճիշտ է, իրոք սա նոր խնդիր չի հայկական քաղաքականության համար, ընդհանրապես հանրային ընկալման համար, կարելի ասել տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների խնդիր է, նույնիսկ Նժդեհը մի հատված ունի, որտեղ ասում է հայը նայում է աշխարհին, նայում է եւ չի հասկանում, ես միշտ շատ սիրել եմ այդ հատվածը, որտեղ իրոք այդտեղ կա մեծ ճշմարտություն, ախտորոշումն հետ համաձայն եմ, բայց պնդումը, որ այսօր մենք դառնում ենք ավելի adekvat աշխարհին, եւ ինչ որ այսօրվա քաղաքականությունը աշխարհին adekvat է, 180 աստիճան հակառակն է դրա, միգուցե երբեք մենք ավելի հեռու չենք եղել
իրական աշխարհի ընկալումից, քան այսօր, եւ այն իմաստով, որ իրական աշխարհի հասկանալը սկսվում է մի բարձ փաստից, որ աշխարհը ուժային հարաբերություն, քաղաքական աշխարհը, միջազգային հարաբերությունների աշխարհը ուժային հարաբերությունների շուրջ է կառուցված, եւ եթե դու այդ ուժային հարաբերություններում ուժային գործոն չես, դու ոչ մի բան ես, եւ երկրորդը, երբ որ մենք նայում ենք հենց այս պահի համաշխարհային միջազգային հիմնական տենդենսին միտմանը, որը գնալով ավելի ու ավելի անկայունացման միտումն է եւ այդ անկայունացմանը չի երևում մոտակա ինչ-որ մի հատ sense ասած ավարտ, լուծում եւ այդ կոնտեքստի մեջ մենք անդադ պնդում ենք, որ հենց մենք, հենց միայն Հայաստանը այդ կոնտեքստի մեջ խաղաղության դարաշրջանը կառուցելու, դրանից ավելի անադեկվատ բան չկա։ Եթե մի կողմ թողնենք մյուս մնացած ամեն ինչը մենք միշտ վերլուծում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում, տարածաշրջանային եւ այլն, եթե նույնիսկ այդ ամեն ինչը մոռանանք, զուտ միջազգային իրավիճակը եւ այսօրվա հռչակյալ ստրատեգիան իրանք իրար հետ 180 աստիճան հակադրության մեջ են, դրա համար ես պնդում եմ, որ երբեք ավելի հեռու չենք եղել աշխարհը ճիշտ գնահատելուց, adekvat գնահատելուց, քան այսօր։ Հիմա անցնենք առաջ, փորձենք մի քիչ ավելի կոնկրետացնել մեր խոսակցությունը։ Իմ համար ճիշտ ասած սա նոր խոսակցություն չի, ես այս թեմայով խոսել եմ դեռ վերջի, երևի արդեն մի 10 տարի է խոսում եմ։ Լավ է, որ վերջապես ի տարբերություն օրինակ նույն 10 տարի առաջվա, ասենք 2015-16 թվականի, երբ որ ես հիշում եմ մի հատ մեծ էլի հոդված հրապարակեցի աշխարհակարգի ճգնաժամի մասին, դա շատ տենց բան ընդունելություն ստացավ, սկեպտիկ, որ ես ինչ ես ասում, չէ, տենց բան չի կարող լինել, այս ամեն ինչ կդզվի, կշտկվի։ Ուրախ եմ, որ այսօր գոնե համենայն դեպս խոսքի մակարդակում բոլոր ասում են Հայաստանում, բոլոր տենց խոսացող գլուխները, ոչ խոսացող աշխարհակարգը ճգնաժամի մեջ է, դե սովորել են դրսից բանեն արել, բայց այդ ասելը իհարկե շատ քիչ է, որովհետև դա ուղղակի գեղեցիկ խոսք չի, պետք է հասկանալ ինչ է դա նշանակում։ Աշխարհակարգը ճգնաժամի մեջ է ինքնին դեռ ելն եմ ասում, ինքնին ասելը ոչ մի բան չի նշանակում։ Աշխարհակարգը ճգնաժամի մեջ է արտահայտությունը, նախ եւ առաջ նշանակում է հետեւյալը։ Մի հատ բաց կներեք, մինչև այդ ուզում եմ նաև էլի ասեմ ինչի է սա նաև կարևոր հասկանալը, որովհետև այն որոշակի էյֆորիան, որ այսօր որոշ շրջանակների մեջ կա Հայաստանում եւ իշխանական քարոզչություններ տարածում է, ինքը հիմնված է էլի ճիշտ հակառակ ուրեմն աշխարհընկալման վրա ինքնին հեքիաթային մի հատ աշխարհընկալում կա, որը ավանդական հայկականն է, որը հավատում է, որ գոյություն ունի մի հատ շատ բարի քաղաքակիրթ աշխարհ, որը անդադ առաջ է գնում, անընդհատ ավելի ու ավելի sense լայնանում ու զարգանում է, կկպնենք այս քաղաքակիրթ աշխարհին ու մեզ մոտ էլ ամեն ինչ լավ կլինի եւ հիմա երբ որ այս հատկապես օգոստոսի 8-ի այս համաձայնագիրը կնքվել է, այդ ոնց որ այդ հավատքը, այդ իրականում կրոնական, sense ասած բնույթի հավատքը, միֆական, չգիտեմ ոնց ասեմ, ոչ քաղաքական, ինքը ստացել է, այսպես թևեր է առել, որ տեսեք վերջապես այ մենք էլ քաղաքակիրթ աշխարհի անվտանգության երաշխիքները ստացանք, սա մշտական հայկական, sense ասած ավանդական քաղաքական հանրային մտքի այդ ստերեոտիպն է, չէ, ասենք 19-րդ դարում էլ էր այդպես, որ քաղաքակիրթ Եվրոպան կգա մեզ կփրկի ուրեմն Օսմանյան կայսրությունից ռուսները կգան կփրկեն, այս նույնի շարունակությունը, ոչ մի էական տարբերություն չկա։ Իդեպ այդ տարբերություն իրոք չկա, ռուսների վրա այն հույսը դնում թե եվրոպացիների, թե ամերիկացիների, բացարձակ մտածողությունը նույնն է։ Հիմա այս հավատքը գտել է վերջապես իր բանը, բայց ամբողջ խնդիրը նա է, որ մի կողմ դեռ թողած, որ այդ քաղաքակիրթ աշխարհը, որը ինքնին տես բարի է, այսպես թե այնպես, դա միֆական է, որտեղ քաղաքակիրթ աշխարհը բարի չի։ Եվ նույնիսկ ես դատապարտելով սա չեմ ասում, քաղաքակիրթ աշխարհը թե ոչ քաղաքակիրթ աշխարհը էական չի ուժային է, բայց հատկապես այսօր լրջագույն ճգնաժամի մեջ է եւ մենք տեսնում ենք նաեւ որ ոչ միայն մենք ենք այդպես բնում, այդ լրջագույն ճգնաժամը չի ցուցաբերում մոտակա հանգուցալուծման նշաններ, այլ հակառակը դեռ։ Հատկապես այս պարագայում այդ հավատքը, այդ չգիտեմ, էյֆորիան ինքը բացարձակ որևէ հիմքեր չունի։ Հիմա նորից վերադառնանք, երբ որ խոսում ենք աշխարհակարգի ճգնաժամ երևույթի մասին, պետք է հասկանանք, որ դա սիրուն բառ չի։ Նախ շատ կարճ ասեմ, որ ընդհանրապես աշխարհակարգերի փոփոխությունը դա մշտական երևույթ է պատմության մեջ։ Երբեք որևէ աշխարհակարգ վերջնական չի լինում։ Պատմությունը ապացուցում է միշտ բոլորին, որ ցանկացած ամենակայուն, ամենաուժեղ թվացող աշխարհակարգ ինքը մի օր կամ ճգնաժամի մեջ է
մտնում եւ վերանում է կամ արմատապես վերափոխվում է կամ չգիտեմ ընդհանրապես լրիվ նոր աշխարհակարգ է ձևավորում, սա մշտական է ու միշտ լինելու է, քանի մարդկությունը կա։ Եվ հիմա մենք այդ հերթական փուլի մեջ ենք եւ էլի մյուս օրինաչափությունը ասեմ, հենց այդ ճգնաժամային փուլերում են, որ ազգերը, պետությունները կապ չունի մեծ, փոքր թե միջին, կամ շահում են, կամ պարտվում են, կամ վճարում են իրենց թուլությունների համար, կամ հակառակը ստանում են, այսպես ասած, շահումներ իրենց նախ այդ կայուն շրջանում իրենց ճիշտ վարած քաղաքականության դիմաց։ Մեր պատմության մեջ էլ է այդպես եղել։ 90-ականների սկիզբն է եղել, նորից աշխարհակարգի ճգնաժամ, այն հազվագյուտ դեպքերից, երբ որ հայ ժողովուրդը կարողացավ դրանից օգտվել, ոչ թե տուժել։ Եղել է նախորդ, ուրեմն չգիտեմ, առաջին համաշխարհից հետո, երկրորդ համաշխարհից հետո եւ հիմնականում մենք դուժողի դերում ենք հանդեսացել, հիմնականում։ Բայց եղել է բացառություն եւ այս հաջորդ ճգնաժամը, որի մեջ հիմա մենք ենք ապրում, մենք առայժմ դեռ դուժողի դերում ենք, նաեւ մեր մտածողությունն է այդպես, որ մենք ընկալում ենք դա որպես չարիք, ոչ թե որպես հնարավորությունների աշխարհ։ Մինչդեռ առողջ մտածողությունը ճիշտ հակառակն է եւ մենք տեսնում ենք, որ պետություններ, օրինակ նույն Ադրբեջանը հենց օգտվելով եւ հաշվարկելով, որ մտնում ենք այդ ճգնաժամի փուլ, հենց դրանից ելնելով, այլ ոչ թե մենակ սեփական ներքին պլաններից, ինքը կարողացավ հաղթող դուրս գալ, որտեղ ինքը նախապատրաստվում էր դրան։ Իսկ մենք միշտ քուջուջ ենք անում այս մեր ներկայի մեջ եւ չենք սիրում մտածել տևական, չենք սիրում ապագայի մասին մտածել, նաեւ դրա համար է այս խոսակցությունը շատ կարեւոր։ Հետագայում մեր քաղաքականությունը մենք երբեք չպետք է էլի նորից կառուցենք միայն այսենց այսօրվա մեջ ինչ որ sense մանր հարցեր քննարկելով, եթե քաղաքականություն ենք ուզում կառուցել, պետք է մեծ պատկեր վերցնենք։ Հիմա նորից արդեն երրորդ անգամ տեսնենք ինչ բան է այդ ճգնաժամը, աշխարհակարգի ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է պարզ բան իրականում, ուժի վակուում, որտեղ ցանկացած աշխարհակարգ ինքը կառուցված է այսպես, կան այդ աշխարհակարգում մի հատ կամ մի քանի հատ գերհզոր տերություններ, որոնք այսպես ասած այդ աշխարհակարգի ուժային երաշխավորներն են, կան միջին տերություններ, կան փոքր տերություններ, որոնք այսպես թե այնպես հարմարվում են այդ ուժային բալանսի մեջ։ Եվ հիմնականում, երբ որ այսպես ասած գերհզորները քիչ թե շատ կայուն են, այդ աշխարհակարգը կայուն է, հարաբերությունները կայուն են, պատերազմներ, հեղափոխություններ լինում են, բայց ավելի sense լոկալ տեղական բնույթի մեծ փոփոխություններ չեն լինում։ Բայց հենց որ սկսում է այդ ամենամեծ ուժի ճգնաժամը, այսինքն դա կլինի մեկ գերհզոր տերություն կամ մի քանի գերհզոր տերություններ, տվյալ դեպքում մեր դարաշրջանում դա Ամերիկայի Միացյալ Նահանգները մի գերհզոր տերություն էր, որը 90-ականներից հետո ըստ էության ապահովում էր ամբողջ աշխարհակարգը, սկսվում է այս ուժային վակուումի ճգնաժամը եւ երբ որ ուժի վակուում է առաջանում, բնականաբար բոլորը մտնում են շարժի մեջ եւ ամեն մեկը փորձում է այդ ուժի վակուումը իրենով լցնել։ Հիմա նախ եւ առաջ մենք այս հարցը հասկանալու համար ուրեմն պետք է հասկանանք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ գնահատական տանք այսօրվա ճգնաժամը ինքը մակերեսային է, ժամանակավոր է, թե ինքը խորքային է։ Ես պնդում եմ եւ իհարկե էլի ես մենակ սեփական միայն բանի վրա չեմ հենվում, այլ հենվում եմ այն ինֆորմացիայի եւ վերլուծությունների վրա, որոնք նաեւ կարդում եմ, որ այն ինչ որ կատարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ կարողությունը համաշխարհային ուժ պրոյեկտելու եւ աշխարհակարգի այդ քիչ թե շատ կայունությունը ապահովելու այդ կարողության անկումը, շարունակվող անկումը ինքը ժամանակավոր երևույթ չի եւ իհարկե հիմնված է Ամերիկայի Միացյալ Նահանգների համակարգի ներքին լուրջ ճգնաժամի վրա, որը անցողիկ չի, ունի օբյեկտիվ հիմքեր։ Խնդիրը այստեղ անձերը չեն, ասենք չգիտեմ Թրամփը կամ Բայդենը չի, այդ մակարդակում չի, նույն Թրամփը եթե այսօր կարողացել է օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ դառնալ, դա միայն իր անձնական շնորհքը չի, որովհետև մեծ շարժում է իրեն աջակցել մագա շարժումը, գիտեք դրա մասին կարծում եմ, եւ այն արճակատումը, որ այսօր կա Ամերիկայում քաղաքական, դա արդեն ոնց որ ակնհայտ է նաև այս վերջին դեպքերից, օրինակ Չարլի Քերքի սպանությունը, հա, որ դա ոչ թե սովորական քաղաքական արճակատում է, այլ գնալով ավելի թշնամանքի վերածվող, չենք ասում քաղաքացիական պատերազմի բառիզմուն իմաստով, չնայած այդպես խոսացողներ էլ կան, այդպես մեկնաբանողներ կան, բայց ըստ էության քաղաքացիական պատերազմի հոգեբանությամբ, եւ էլի սա նոր չի, վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ այդ հոգեբանությունը պատերազմի ինքը գնալով միայն ավելի սրվում է աշխարհի թիվ 1 պետության մեջ, ոչ միայն այդտեղ Եվրոպայում էլ այդ խնդիրը կա, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ գուցե ավելի sense
ակնհայտ է դրսևորում։ Շատերը էլի մակերեսում են փորձում բաները փնտրել, հա, չգիտեմ, զենք ունեն, զենք չունեն, եւ այլն։ Այդ ամեն ինչը զենքը ինքը գործիք է։ Մարդուց է գալիս թշնամանքը, չէ՞, պարզ բան եմ ասում։ Եվ այդ ներքին բաժանումը, ներքին թշնամությունը, ներքին ճգնաժամը Ամերիկայում ինքը ունի շատ լուրջ օբյեկտիվ հիմքեր, որտեղ շատ տարբեր հարային խավերի օբյեկտիվ շահերն են միմյանց դեմ բախվում։ Հիմա չխորանանք թե ինչ օբյեկտիվ շահեր եւ այլն, սա արդեն մեզ հեռու կտանի, բայց այդ օբյեկտիվությունը նաեւ բերում է նրան, որ դա տևական երկարատև process է լինելու եւ էլի նույն այդ քրքի վերջին սպանությունը հիշելով նաեւ ինչն է այդտեղ հետաքրքիր, ոչ միայն բուն սպանության փաստը, որ ըստ էության քաղաքական սպանությունն է Ամերիկայում հաճախ է լինում, հաճախ չէ, բայց Ամերիկային ինչ որ չափով ավելի բնորոշ է քաղաքական սպանություններ, բայց նաև երբ որ մենք նայում ենք ռեակցիան, այսինքն օրինակ նույն սոցիալական ցանցերում մարդիկ հակադիր ճամբարից, ոչ պահպանողական ձախ լիբերալների ճամբարից անթաքույց ուրախությունը, շարքն ու պարզ ասենք են մեծ ֆիգուրները այդպես չեն, բայց անթաքույց ուրախությունը, այսինքն այդ էլիտ թշնամանքի ցուցիչ է եւ այլ էլիտար ցուցիչներ մենք հասկանում ենք նաեւ սա եւս մի անգամ ոչ թե մենք դրանից ենք հասկանում եւս մի անգամ հասկանում ենք որ այդ ներքին ճգնաժամը շատ լուրջ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իսկ դա անխուսափելիորեն բնականաբար արտահայտվում է եւ շարունակելու է արտահայտվել արտաքին քաղաքականության վրա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը ինչպես որ հիմա է բավականին անկանխատեսելի եւ ոչ միշտ բացատրելի արդեն որտեղ մինչեւ ասենք, չգիտեմ, 20 տարի առաջ օրինակ, ինչ ուրեմն փոփոխություններ լիներ ներքին քաղաքականության մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քիչ թե շատ կանխատեսելի էր արտաքին քաղաքականությունը, դեմոկրատներ լինեին, հանրապետականներ լինեին, մի քիչ էսկոմ, մի քիչ ենկոմ, հիմա ինքը դարել է եւ անկանխատեսելի եւ ոչ հասկանալի։ Մեծ հաշվով օրինակ Թրամփի քաղաքականությունը, նույնիսկ միջազգային մեծ կենտրոնները կամ քաղաքական գործիչները, ասենք առաջնորդները քաղաքական միշտ չի որ կարողանում են հասկանալ, միշտ չի որ կարող են կանխատեսել նույնիսկ օրվա ռեժիմով։ Եվ դա շարունակվելու անկախներից Թրամփը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ թե ով կլինի, այս անկանխատեսելիությունը եւ այս արմատական փոփոխությունները իրենք շարունակելու են որպես գործոն մնալ։ Իսկ դա նշանակում է, որ այդ աշխարհակարգի ճգնաժամը հաստատ շուտ չի լուծվելու։ Երկրորդը, սրանից արդեն Ամերիկայից գանք մի փոքր մեզ ավելի մոտիկ տեղեր նախ եւ առաջ Եվրոպա։ Ինչու Եվրոպա, որովհետեւ էլի Եվրոպա երևույթը, սա իհարկե ես կուզենայի շատ երկար խոսակցություն, բայց ամեն դեպքում Եվրոպա երևույթը էլի մեզանում մեր ընկալման մեջ ինքը լրիվ միֆականացված երևույթ է։ Այն Եվրոպան, որ պատկերացնում են մեր մոտ, թե եվրոպամետները, թե հակաեվրոպականները, որ ինչ որ տենց մի հատ մարդիկ հավաքվեցին Եվրոպայում, հասկացան, որ պետք է լինել խելոք ու պուպուշ ու իրար հետ կռիվ չանել եւ այլն եւ սկսեցին լավ ապրել, որ այդպես չի եղել։ Ինչա Եվրոպան դարել այն ինչը որ ինքը դարել է երկրորդ համաշխարհից հետո մի պարզ պատճառով այդ պարզ պատճառի անունը այն է որ կար եւ հիմա կա թե չկա այստեղ արդեն հարցականներ են գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Եվրոպայի անվտանգության ապահովումը մեծ ապահովումը սա մեծ գաղտնիք չի Հայաստանից դուրս Հայաստանում էլ երևի տենց մոտավորապես դա պատկերացնում բայց հիմնականում դա այդքան կարևոր գործոն ոնց որ չեն ընկալ բայց սա է ամբողջի հիմքում սա է։ Եվրոպան որպես գեոպոլիտիկ միավոր ամբողջ Եվրոպան, ոչ թե առանձին որևէ եվրոպական պետություն, ինքը պարտված գեոպոլիտիկ միավոր է, վերջնական պարտվել է երկու համաշխարհային պատերազմներով, ոչ թե այդտեղ մենակ Գերմանիան է պարտվել, ըստ էության հաղթողներն էլ այնքան են հյուծվել։ Եվ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, որ կարող եք նայել թե ինչպես ինչքան արագ իրենց համաշխարհային դիրքերը կորցեցին, ամբողջ մեծ կայսրություններ փլուզվեցին եւ ռազմական պոտենցիալը եւ քաղաքական ազդեցություն գործելու պոտենցիալը ինքը մի քանի անգամվա ընկավ։ Հիմա այն ինչը որ կա որպես Մեծ Բրիտանիա կամ Ֆրանսիա քիչ թե շատ էլի մենք ընկալում ենք որպես մեծ տերություն, բայց դա ստվեր է կամ ասենք մի 10-20%-ն է նախկին հզորության։ Այդ Եվրոպան չկա գեոպոլիտիկ որպես մեծ միավոր կամ որպես սեփական իսկ նույնիսկ անվտանգության մեծ մասշտաբում գլոբալ այստեղ բառը պետք է օգտագործեն, որ համերը երբեք չեմ օգտագործում, բայց այստեղ իրոք գլոբալ, այսինքն գլոբուսի մասշտաբով անվտանգության ապահովող։ Իրանց ինչ որ մակարդակում կարող են, բայց հիմնական երաշխավորը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչը եւ թույլ է տվել, սա կարեւոր, որպեսզի եվրոպական այդ մոդելը զարգացման կայան, այսինքն շեշտը, եթե քո անվտանգության մեծ խնդիրները լուծումը
ինչ որ մեկ ուրիշը, բնականաբար քո մոտ ռեսուրս է ազատում, որը դու կարողանում ես ծախսել տնտեսության վրա, բարգավաճման վրա, սոցիալական ծրագրերի վրա եւ այլն, եւ ստեղծում է այդ բարեկեցիկ հասարակությունը, բայց ինքն էլ արդեն մոռանում է, որ այդ բարեկեցության հիմքը նա է, որ անվտանգության երաշխավոր կա։ Երբ որ այս անվտանգության երաշխավորը դուրս է գալիս, հարցականի տակ է գալիս ամբողջ այս նախագիծը։ Եվ հիմա եվրոպացիք իհարկե գիտակցում են նաև, որ այս ճգնաժամի մեջ են, այնպես չի որ գաղտնիք է, ինչ որ մեկի համար այնտեղ որ անվտանգության խնդիրը եւ ուկրաինական պատերազմը ցույց տալիս եւ Թրամփի քաղաքականությունը հիմա անընդհատ խոսվում է գրեթե ամեն ռեժիմը, որ եվրոպացիների կողմից, որ մեր անվտանգության երաշխավորը պետք է աստիճանաբար մենք դառնանք, ռազմական ծախսերն են ավելանում, միայն ռազմական ծախսերը չէ, նաև ստրուկտուրալ փոփոխությունների մասին են խոսում, զորակոչին վերադարձ դեռ այդպես բառացիորեն չկա, բայց քաղաքացիների շատ ավելի լայն մասնակցության մասին է խոսվում եւ Գերմանիայում, եւ Շվեդիայում, եւ Մեծ Բրիտանիայում այդ հարցը անդադ բարձրացվում է, որ միայն այս պրոֆեսիոնալ բանակով մենք իզորու չենք լինի պաշտպանվել նույն Ռուսաստանից, Ռուսաստանը ահռելի ռազմական ուժ ունի, ուրեմն ռազմական արդյունաբերություն է պետք, ուրեմն պետք է քաղաքացիների մասնակցություն երկրի պաշտպանությանը, դե բնականաբար նույն ռազմական ծախսեր, զենքեր եւ այլն եւ այլն։ Հիմա այս խնդիրը դրվում է, բայց այս խնդիրը դնելը եւ այդ խնդիրը լուծելը շատ տարբեր բաներ են, դա հաստատ չի լուծվելու շատ հեշտ, ինչպես երևի էլի Հայաստանում շատերը պատկերացնում են։ Եվրոպացիքին էլ լիքը փող ունեն, կդնեն, կծախսեն, չէ, դա փողով չի լուծվելու, դա միայն զենք առնելով չի լուծվելու, որովհետեւ դա ենթադրում է շատ լուրջ համակարգային փոփոխություն, ոչ միայն ռազմական հասկանում։ Եթե դու պետք է նորից անցնես այն մոդելի, որտեղ դու ես քո անվտանգության երաշխավորը, որտեղ քաղաքացին պետք է պաշտպանի իր երկիրը, բնականաբար դա պետք է սկսվի գաղափարից, աշխարհայացքի փոփոխությունից, գաղափարի փոփոխությունից, քաղաքական ուրեմն, չգիտեմ, մտածողության փոփոխությունից, նոր գա հասնի ռազմական եւ ռազմատեխնիկական, որտեղ այդ քաղաքացուն, եթե դու կոչ ես անելու գնա քո երկիրը պաշտպանի, դու բնականաբար իրան սենց ասենք մի փոքր այլ գաղափարախոսություն պետք է տաս, քան այն ինչը որ օրինակ նույն գերակայող ասենք այսօրվա բանը մտածողությունը քաղաքական Եվրոպացուն տալիս է։ Դա բնական է, դա դրանք հասկանում եք օբյեկտիվ բաների վրա են հիմնված, մենակ մեր ցանկությունների, կապրիզների կամ համակրանքների վրա չեն հիմնված։ Եթե դու պետքա կոչ անես քաղաքացուն, որ դուրս արի պաշտպանի քո երկիրը, պետքա տաս իրան, չգիտեմ, հայրենասիրական, ավելի աշխարհայացք եւ այլ, հիմա չխորան շատ բաներ պետք է փոխվեն եւ նույն սոցիալական պետություն կոչվածը էլի չի կարող անվերջ գոյատևել, որտեղ թե ռազմական ծախսերն են ավելանում, բնականաբար այդտեղ նաեւ այդ փիլիսոփայությունը պետք է փոխվի եւ շատ բան։ Էլ չեմ ասում, որ էլի բացի այս ամեն ինչից կա նույն էլի օբյեկտիվ հիմքերը, նույն այն ճգնաժամի նաեւ քաղաքական ճգնաժամը նաեւ Եվրոպայում է ներքաղաքական, ինչպես որ Ամերիկայում գուցե այդտեղ հարցը այդքան բռնության դեռ հասած չի, սպանությունների քաղաքական այդքան չի հասնում, բայց նույն ճգնաժամը կա, որովհետև գիտեք, թե օրինակ նույն այն ինչ որ ասում են պոպուլիստական ուժեր կամ ծայրահեղ աճ ուժեր, հիմա ես չեմ տալիս դրա գնահատականը կամ անունների ճշգրտությունը, բայց ես կարծում եմ ժամանակի հարց է, թե որտեվ արդեն եվրոպական շատ երկրներում գիտեք կամ կառավարություններ են ձևավորել կամ կառավարությունների մաս են, ասենք նույն Իտալիայում, չգիտեմ, Շվեդիայում եւ այլն, բայց ժամանակի հարց է միայն թե երբ դա տեղի կունենա Գերմանիայում եւ Ֆրանսիայում, եվրոպական երկու ամենաառաջատար երկրներում, դա կարծում եմ ժամանակի հարց է, իհարկե զգուշակ չեմ կամ չգիտեմ, չեմ կարող 100% երաշխավորել, բայց ժամանակի հարց է, դա էլ հասկանում եք ինչքան լուրջ փոփոխություն է լինելու, բայց դա էլ մեծ հաշվով խնդրի ոնց ասեմ, ոչ թե խնդրի լուծում չի, այլ ճգնաժամի հանգուցալուծում չի, ոչ, որովհետև ի վերջո ճգնաժամի ամենահիմքում դեմոգրաֆիական խնդիրն է։ Դեմոգրաֆիական խնդիրն է, որը ինչպես է լուծում, դրա լուծումը ոչ ես գիտեմ, կա ոչ էլ նույնիսկ կարծում եմ ինձանից շատ ավելի խելոք մարդիկ նույն Եվրոպայում գիտեն, որտեղ մի կողմից այս ամբողջ քաղաքական ճգնաժամի հիմքերից մեկը, եթե ոչ կարևորագույն հիմքը է միգրացիայի խնդիրն է, գիտեք, բայց մյուս կողմից, եթե նույնիսկ միգրացիայի դեմ պայքարեն ամենակոշտ միջոցներով կամ ոչ լեգալ միգրացիայի դեմ, ինչպես Թրամփն է անում, այստեղ կա ծնելիության պարզ խնդիր։ Իսկ առանց դեմոգրաֆիայի խնդրի լուծման նույն պաշտպանության խնդիրը գրեթե անլուծելի է դառնում։ Էլի չխորանամ, սա օրինակներ են բերում, բայց ինչը սա մեր համար նշանակում, էլի նույն բանը, ուրեմն մենք պետք է հասկանանք,
որ որքան էլ մենք ուզենք, որքան էլ ցանկանանք, որքան էլ մեր հայկական ավանդական աշխարհայացքը անընդհատ մեզ դեպի սկզբում այն միջնադարում դեպի քրիստոնյա Եվրոպա, հետո դեպի միջազգային հանրություն, քաղաքակիրթ աշխարհ, մղի եւ ինչքան մենք ուզենանք հավատանք այդ գեղեցիկ ուրեմն այսպես ասած ավանդույթին, որ խաչակրած զորքը ի վերջո կգա եւ կփրկի հայ ժողովրդին կամ կտա իրեն անվտանգության երաշխիքներ կամ կվերականգնի հայոց թագավորությունը, հատկապես այսօրվա դրությամբ դա ահավոր հեռու է իրականությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող մեզ տալ անվտանգության երաշխիքներ, ինքը նույնիսկ Եվրոպային այսօր անվտանգության երաշխիքները տրված հարցականի տակ եւ ընդհանրապես ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, Եվրոպան չի կարող ոչ մեկին այս աշխարհում տալ անվտանգության երաշխիքներ մեծ, որտեղ ինքը նախ եւ առաջ ինքն իրեն չի կարող անվտանգության երաշխիքներ տալ եւ երբեք չի տվել 45 թվից հետո, իսկ հիմա առավելևս մեծ հարցականի տակ է թե ինչ պետք է անեն։ Եվ այդ բոլոր հույսերը նաև որ մտնելու ենք վերջապես ամեն ինչ նորից հետ է գալու, ոնց որ վերականգնվելու, այս ամեն ինչը ժամանակավոր չի, եւ մյուսը ինչը սրանից նաև բխում է։ Էլ ավելի մոտիկ կանք մեզ, որովհետեւ այս ուժի վակուումը, մենք տեսանք ինչ հետևանքներ է բերում Եվրոպային, բայց ասենք նաև որ այս ուժի վակուումը բնականաբար փորձում են եւ պետք է փորձեն անպայման լցնել մյուս պետությունները, մյուս ուժերը, որոնք իրենց այսպես ասած, նույնիսկ նեղացված չեն զգում, ուղղակի բնականից, ասենք կամ պետություններ, միջին տերությունները, որոնք երբ որ են ամենահզորը թուլանում, փորձում են այդ որտեղ որ թուլության կետ են գտնում, փորձում են դա լցնել։ Մեզ հետաքրքրողներից դեռ չենք վերցնում, ասենք Չինաստան, չգիտեմ, մյուս Հնդկաստան եւ այլն, մեզ ամենահետաքրքրողներից դա իհարկե նախ եւ առաջ Ռուսաստանն է եւ նախ եւ առաջ Թուրքիան է։ Այն քաղաքականությունը, որ վերջին 10 եւ ավելին տարում Ռուսաստանը եւ Թուրքիան տանում են, սրանով է բացատրում, որտեղ 90-ականներին գիտեք լրիվ ուրիշ քաղաքականությունն էին երկուսն էլ վարում, որտեղ աշխարհակարգի կայունություն կար։ Հիմա ինչ որ փորձում են անել եւ Պուտինը եւ Էրդողանը, դա նրանից չի, որ իրենք չար են բնույթով, այսինքն դա ինչ եմ դա շեշտում, էլ որտեղ որ օրինակ չար Պուտինին հանենք, բարի, չգիտեմ, Ռասպուտինին բերենք, դրանից բան չի փոխվել, որտեղ դա պետության օբյեկտիվ, այդ պետության օբյեկտիվ քաղաքական ավանդույթն է, ծավալապաշտության ավանդույթը, ազդեցության գոտիները ստեղծելու ավանդույթը եւ նույնը Թուրքիային է վերաբերվում, Էրդողանին չար հանենք, բերենք բարի քեմալիստներին, չգիտես ինչի մեր բաների մոտ, այսօրվա ասենց շատերի մոտ հիշում եք այն Էրդողանի ընտրությունների ժամանակ հույսը դրել են քեմալիստների վրա, քեմալիստները բարի հայերի նկատմամբ, բերենք բարի քեմալիստներին, էլի բան չի փոխվի, հավատացեք, որովհետեւ կա օբյեկտիվ խնդիր։ Առաջանում է ուժի վակուում, բնականաբար այդ պետությունները փորձում են դա լցնել, ծավալելով իրենց բանը եւ նույն Ուկրաինայի դեպքերը նույնի մասին են վկայում, Թուրքիայի ամբողջ քաղաքականությունը Սիրիայում, Աֆրիկայում, Լիբիայում, չգիտեմ, ամենտեղ, որտեղ իրենք փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել, սրանով է բացատրում եւ սա էլ միտում է, որին ավարտ չկա մոտակա շրջանում, այսինքն մենք գործ ենք ունենալու տեսանելի ապագայում, քանի դեռ այս ամբողջ մի հատ sense աշխարհակարգային մասշտաբի կայունացում չի եղել, այսինքն քանի դեռ մի հատ նոր մեծ sense ասած թիվ 1-ը չի ձևավորվել, գնալով ավելի քաոտիկ է դառնալու եւ ռուսական քաղաքականությունը շարունակվելու է ծավալապաշտական եւ թուրքականն էլ է շարունակվելու, կապ չունի հիմա ասենք իրանք օրինակ ռուսները Ուկրաինայում այսպես ասած խնդիրը դեռ չեն կարողանում լուծել եւ ինչպես կլուծեն, երբ կլուծեն, դա կապ չունի։ Միևնույն է, իրենց գիծը քաղաքական ստրատեգիական չի փոխվում, սա ժամանակավորապես հիմա իրանք ոնց որ մեր տարածաշրջանից մի քիչ հեռացել են, ստիպված բնականաբար, բայց դա բան չէ մակերեսային եւ ժամանակավոր բնույթ է կրում, այսինքն այն մտքերը, որ մենք Ռուսաստանից պրծանք եւ այլն, սա չգիտեմ ինչքանով ոչ adekvat երևույթ է եւ շատ վատ, շատ մեր անվտանգության տեսակետից շատ վատ պատկերացում է, որտեղ ռուսական ծավալապաշտական քաղաքականությունը ինքը ոչ միտեղ չի կորել եւ ինքը պարտության էլ չի մատնվել, որովհետեւ այնպես ստացվեց, որ այս պատերազմի փորձը ցույց տվեց եւ Ռուսաստանի թուլությունները, շատ լուրջ թուլությունները, հատկապես ռազմական ոլորտում, բայց նաեւ ուժեղ կողմերը ցույց տվեց, որովհետեւ ըստ էության տնտեսությունը չփլուզվեց, քաղաքական համակարգը չփլուզվեց, ռազմական համակարգը չփլուզվեց։ Եվ այլն, հիմա չշարունակեմ, այսինքն Ռուսաստանի գործոնը շարունակելու է մնալ, հիմա բանից է կախված, ասենք, չգիտեմ, ավելի լոկալ իրավիճակներից է կախված թուլանալը, ուժեղանալը ազդեցության մեր տարածաշրջանում, բայց ինքը ստաբիլ գործոն է մնալ, նույնը Թուրքիային է, նույնը մնացած բոլորին։
Եվ ինչ ենք ստանում մենք այս իրավիճակում։ Էլ մնացածի մեջ չեմ խորանում, իսկականից որտեվ կարելի է խորանալ ամբողջ աշխարհով sense պատտվել, տեսնել, որ մեծ հաշվով միտումը նույնն է։ Մենք ստանում ենք մի բարձ բան, որը այդ նույն այս եվրոպական զեկույցից էլ մենք կարող ենք վերցնել, ուղղակի այդտեղ փոխարինել Եվրոպան Հայաստանով։ Ստանում ենք այլ բարձ բանը, որ կայունացումը շատ քիչ հավանական է, վերադարձը ստատուս կվոյի շատ քիչ հավանական է, դա նշանակում է, որ մենք ապրելու ենք ավելի ու ավելի ընդ որում ավելացող անկայուն աշխարհում, ուժային հարաբերությունների աշխարհում, որտեղ ավելի ու ավելի քիչ դեր են խաղալու իրավական միջազգային իրավունքի նորմերը, այսինքն տարբեր պայմանագրեր, չգիտեմ, սկզբունքներ, եւ ավելի ու ավելի շատ բացահայտ ուժն է դեր խաղալու, ուժը միշտ է դեր խաղում, ուղղակի սովորաբար կայուն վիճակներում ինքը ավելի թաքնված է։ Եվ միջազգային իրավունքը մի քիչ ավելի, այսպես ասած, առաջընկած է կայուն իրավիճակներում, բայց հիմա հակառակն է եւ դա միայն ավելանալու է տեսանելի ապագայում։ Դա նշանակում է, որ եւ մարտահրավերներ, բայց եւ հնարավորություններ, ես ուզում եմ սա անպայման շեշտել, որտեղ մեզանում մենակ մարտահրավերներից են խոսում, բայց եւ մարտահրավերներ եւ հնարավորությունների պատուանը մեզ համար այդ թվում մեզ համար դեռ բաց է, քանի սա շարունակվում է, հնարավորությունների պատուանը Հայաստանի համար նույնպես բաց է, հենց ավարտվի մտնենք կայուն փուլ։ Այդ ժամանակ կարելի է երկար ժամանակ փակված համարել եւ ինչ որ այս իրավիճակում ստացանք, դրանով կմնանք երկար տարիներ, բայց դեռ բաց է պատուհանը։ Հիշեցնեմ նաև, որ դուք կարող եք աջակցել կամ մասնակցել մեր ընդհանուր գործին, դա շատ բարդ բաներ չի ենթադրում։ Դուք կարող եք գրվել մեր Patreon-ին, դուք կարող եք եւ ցանկալի է որ գրանցվեք նաև մեր YouTube-յան ալիքով, որպեսզի դա զարգանա։ Գիտեք, փակել էին այդ ալիքը վերաբացել ենք եւ զարգացման խնդիր ունենք։ Դուք կարող եք եւ ցանկալի է որ գրվեք նաև մեր Telegram-ի, որովհետեւ դա քիչ թե շատ հուսալի հարթակ է շփման, որտեղ մյուս հարթակները շատ ավելի հեշտ են, այսպես ասած, փակվում, Telegram-ը այդքան հեշտ չի փակվում, եւ Telegram-ում ամեն ինչ նույն կերպ թարմացվում է, ոնց որ եւ բոլոր մնացած հարթակում կարող եք նաեւ իդեպ մեր կայքին էլ հետևեք, դա էլ բավականին հուսալի է եւ այնտեղ էլ թարմացումը տեղի ունենում։ Նաեւ իդեպ կարող եք մեր վերլուծական խմբի գործունեությանը աջակցել, երևի տեսել եք, որ մենք շաբաթը 1 փորձում ենք նյութեր տալ միջազգային իրավիճակների վերլուծություն, տարածաշրջանային, Ադրբեջանի, ռուսական եւ այլ ուրեմն քաղաքականությունների վերլուծություն տարբեր ֆորմատներով եւ տեքստային ֆորմատներով եւ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված ուրեմն ոդքասթների բանով ֆորմատով ճիշտ է որ ասեմ այդ ամեն ինչը այս պահին կամավոր հիմունքներով է արվում մի օր ավելի մանրամասն երևի կխոսենք, բացատրենք ինչպես, ինչ գործիքների օգնությամբ, բայց եթե լինի, այսպես ասած, ավելի աջակցություն եւ մասնակցություն այդ գործին, էլի նույն Patreon-ի թեկուզ միջոցով մենք կարողանանք ավելի լայնացնել եւ պրոդուկտներ ավելի շատ տալ եւ ավելի շատ ժամանակ կարողանանք տրամադրել այդ դրան եւ ձեզ համար ավելի որակյալ, այսպես ասած, վերլուծություն եւ ինֆորմացիա տրամադրել եւ ավելի բազմազան։ Այսքանը հիմա վերադառնանք մեր խոսակցությանը։ Եվ միակ ռացիոնալ պատասխանը այս իրավիճակի միակ համարժեք պատասխանը ոչ թե ուտոպիաներից հետևից ընկնելն է, որ մենք կարող ենք, չգիտեմ, ինչ որ առանձին վերցած խաղաղության կղզյակը ստեղ բացել, բարգավաճման կղզյակ, միակ հնարավոր պատասխանը ավելացող ուժային գործոնին աշխարհում բնականաբար նա է, որ դու ինքդ պետք է դառնաս մեր առաջ խնդիրը դառնալ նորից ուժային գործոն եւ գնալով դա ավելի ավելացնել եւ ինչ վերաբերում է անվտանգությանը գնալով ավելի ու ավելի, այսինքն հասկանալ թե ինչպես ենք մենք մեր անվտանգությունը նախ եւ առաջ սեփական ուժերով լուծում։ Սա էլի բան չի, սա ոչ ռեալիստական պնդում չի։ Ցանկացած մեծ փոքր միջին պետություն ինքը դրանից պետք է սկսի սեփական ուժերով անվտանգության խնդիրները լուծելով ինքը ուժային գործոնի վերածվելով եւ նոր հետո մտածելով արտաքին դաշնակիցների վրա։ Մյուս տարբերակը ինչ որ մեզ առաջարկում են որպես խաղաղության տարբերակ, սրա մասին երևի հաջորդ անգամ այդ խաղաղության անվան տակ իրական ենթակայության տարբերակն է։ Այսինքն ինչ որ մեկի գերիշխանությունը ընդունելու տարբերակն է։ Ուրիշ չկա, այդ մնացածը խաբեություն է, այսինքն այս ուժային աշխարհում, այս անկայուն աշխարհում կամ դու ինքդ փորձում ես ուժ դառնալ, ուժային գործոն դառնալ քո չափին համապատասխան, կամ դու պետքա ինչ որ մեկին ուղղակի ենթարկվես, մտնես գերիշխանության տակ եւ այդ ինչ որ կոչվում է խաղաղություն, դա լինելու է այդ ինչ որ մեկի
թելադրած կանոններով ինչ որ մի իրավիճակ, որտեղ քեզ քիչ թե շատ գոյատևման ինչ որ բաներ կարող է երաշխավորել, որ չենք կոտորի, չենք ոչնչացնի, այս ինչ մեկին էլ իշխանության կպահենք, բայց որպես իրական ինքնիշխանության, ինքնուրույնության եւ այլնի մասին մոռանալ է պետք։ Սրա մասին էլ ես ուզում եմ մանրամասն խոսենք, որ ճիշտ դետալներով հասկանանք, դրա համար հիմա միայն sense ընդհանուր ակներկն եմ տալիս։ Եվ էս է մեծ հաշվով։ Իրավիճակը մեծ պատկերը, մեծ իրավիճակը սա է, այդ իրավիճակում մենք պետք է գործենք։ Ես հիմա գործողությունները ընդհանրապես հիշատակեցի շատ sense ընդհանուր։ Մենք այս խոսակցությունը սկսել ենք նրա համար, որ ընդհանուրից գնանք դեպի ավելի կոնկրետ։ Մյուս անգամ, եթե ինչ որ արտարոց բան չլինի, իհարկե կփորձենք խոսել, նաև հասկանալ, թե այն ինչ որ մեզ հիմա առաջարկվում է որպես պաշտոնական քաղաքականություն, այդ սիրուն բոլոր խոսքերի տակ ինչ է իրականում թաքնված, ինչ այսպես ասած իրողություն է թաքնված, ինչ պլան է թաքնված, կամ ինչ նախագիծ է այսպես ասած թաքնված, այդ դրա գնահատականն էլ պիտի թարմացված տանք, մեկ տարիների ընթացքում տվել ենք, բայց բաներ են փոխվում։ Օրինակ ասենք նույն ռուս-թուրքական դաշինքի մասին ենք տարիների ընթացքում ես անձամբ խոսել։ Հիմա այդտեղ լուրջ փոփոխություններ կան իմ կարծիքով, դա էլ պետք է դրա գնահատականն էլ տանք, դա էլ հասկանանք եւ նոր դրանից հետո անցնենք մեր արդեն մեր հանրության անելիքներին։ Շնորհակալություն, որ այսօր համբերատար եղաք, ով որ մինչև վերջ լսեց, բայց ես էլ եմ շեշտում ու պնդում, շատ եմ խնդրում, որ մենք անկարևոր չհամարենք այս ձևի խոսակցությունները ու միշտ հասկանանք, որ եթե մենք նույնիսկ ուզում ենք շատ լավ, ամենակոնկրետ մակարդակի գործողությունների պլան ունենալ, մենք պետք է սկսենք այդ մեծ պատկերից։ Կշարունակենք մյուս անգամ։